Եվ այսպես Փաշինյանական հանրայինի եթերում նացիզմի վերականգնումը, նացիզմի ռեաբիլիտացիան, հարգելի հեռուստադիտողներ, այդ դեժավյուի զգացումը երևի բոլորդ էլ վերապրել եք։ Դեժավյուն դրեց ինչ է հա իրենից ներկայացնում, դա մի երևույթ է, մի զգացողություն է, երբ որ քեզ թվում է, որ այն ինչը դու հիմա ապրում ես, դու նախկինում արդեն վերապրել ես։ Հիմա հայաստանյան ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը այնպիսին է, որ առնվազն առաջանում է մերթ ընդ մերթ քաղաքական դեժավյուի զգացողությունը։ Տեսեք, 2018 թվականին, այն բանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանին հանձնվեց իշխանությունը, իշխանության ներկայացուցիչները ինչ քարոզ սկսեցին անել։ Հիշում եք Աննա Հակոբյանի այդ ձևակերպումը, որ Արցախյան հակամարտության մասին խոսելիս ասում էր, որ մենք զոհերը տվել ենք հանուն ոչնչի, ինչով էս ամեն ինչը ավարտվեց Արցախի հանձնմամբ։ Հիմա տեսեք, մայիսի 9-ին Արծրուն Հովհաննիսյանը մարդ ում ձեռքերի վրա եւս մեր հազարավոր զոհերի արյունը կա, որովհետեւ տեղեկատվական առումով նա փաստորեն մեր դեմ մարտեր էր մղում հանրային հեռուստաընկերության եւ այլ լրատվամիջոցների եթերում ուղիղ այն ժամանակ, որ ադրբեջանցիներն մեր զինվորների դեմ էին մարտեր մղում։ Հիմա տեսեք, նա առաջ է տանում հետևյալ թեզերը, որ խորհրդային միության շրջանակներում Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ հայերը երբ որ պատերազմում են կամ խորհրդային միության շրջանակներում զինվորները պատերազմում են, հայերը պատերազմում են, այդ պատերազմը եւ զոհերը հազարավոր կյանքեր մենք տվել ենք հանուն ոչնչի, որովհետեւ Ժորժ ջան, ինչ պատերազմ, ինչ խորհրդային միություն, ինչ Ստալին, ինչ խորհրդային Հայաստան, կար Վերմախտը, կար Հիտլերը, կար իրենց այդ ծրագիրը, Գերտրուդա կոչվող մի հրաշալի ծրագիր, Ժորժ ջան, գերմանացիները պատմական մեծ Հայաստանն էին վերականգնելու, եթե մենք կարողանայինք, եթե մենք պարտվեինք փաստորեն Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, դե Թուրքիան էլ ինչ, Թուրքիան հենց այնպես տեղն էր 150,000-անոց զորքը բերել կուտակել Հայաստանի սահմաններին կանգնացնել։ Տեսեք, եթե դու ասում ես, որ խորհրդային Հայաստանի շրջանակներում տրված մեր զոհերը հանուն ոչնչի էին, Հայաստանի Հանրապետությունն էլ խորհրդային միության իրավահաջորդն է, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի ժամանակ զոհերը տվել հանուն ոչնչի։ Դուք հասկանում եք, որ քաղաքական կոդավորման, քաղաքական կոդերի տեսանկյունից այս մարդիկ բառացիորեն կրկնում են այն, ինչ իրենք արեցին Արցախի Հանրապետության հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, իրավիճակը շատ ավելի լուրջ է, շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ կարող եք պատկերացնել։ Հետևաբար անհրաժեշտ է այս իրողությունները մի փոքր ավելի մանրամասն վերլուծել, թե ներքաղաքական զարգացումների տեսանկյունից եւ թե աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Ուկրաինական պատերազմ, հարգելի հեռուստադիտողներ, միգուցե պարադոքսալ հնչի, բայց Նիկոլ Փաշինյանին ամենաշատը, նա այն սուբյեկտներից մեկն է, ում ամենաշատն էր ձեռնտու ուկրաինական պատերազմը։ Ուկրաինական պատերազմը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հանձնել Արցախը Ադրբեջանին մի իրավիճակում, երբ որ Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը հիմնականում սևեռված էր նրա վրա, թե ինչպես դիմակայել միացյալ արևմուտքին, ինչպես պատերազմել պաշտոնական Կիևի դեմ։ Ավելին, դա պատմական հնարավորությունների պատոհան էր ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա հնարավոր բոլոր քայլերը իրականացնի ռուս զինվորներին, սահմանապահներին Հայաստանի Հանրապետությունից դուրս մղելու համար։ Բամտածում եք ինչի համար են Զվարթնոցից կամ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահներին հանում, ոչ թե նրա պատճառով, որ ինքնիշխանությունն են ուզում վերականգնել, այլ որովհետև դա այն սուբյեկտներից մեկն է, գործոններից մեկը, որը թույլ չի տալիս Թուրքիային գրավել Հայաստանի Հանրապետությունը, թույլ չի տալիս Հայաստանը ինտեգրել թուրքական աշխարհի մեջ, բայց հիմա իրողությունները փոխվել են։ Հիմա մենք ինչի ականատես ենք դառնում, որ հնարավոր է շատ շուտով Պուտին-Տրամփ հանդիպում տեղի ունենա։ Ավելին, Ռուսաստանի Դաշնությունը այս մի քանի տարիների ընթացքում կարողացել է պատերազմի սպասարկման այնպիսի համակարգ ձևավորել, որ Ռուսաստանի Դաշնության շարքային քաղաքացիները մեծամասամբ չեն զգում, որ պատերազմական գործողություն է տեղի ունենում, այսինքն զենք, զինամթերք չեն սկսել արտադրել ի հաշիվ սննդամթերքի, ի հաշիվ ինչ-որ կենցաղային տեխնիկայի եւ այլն։ Ավելին, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները ընթանում են այն տրամաբանությամբ, որ այդ ամենի չի վերջը կարող է լինել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փաստացի իշխանության է եկել մի վարչակազմ, մի քաղաքական վերնախավ, որը հասկանում է մի բան, որ եթե դու ունես հետեւյալ երկընտրանքը, քո ռազմավարական դաշնակիցը Կիևն է կամ քո ռազմավարական դաշնակիցը Մոսկվան է, որ այստեղ դու պետք է անմեղսունակ լինես, որ խաղադրույքը կատարես Կիևի վրա։ Սա իր հերթին հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը ունի հնարավորություն ոչ միայն դեպի Ուկրաինա նայել, ոչ միայն դեպի Կիև նայել,
այլ նաև հնարավորություն է տալիս այլ ուղղություններով եւս որոշակի աշխատանք կատարել։ Դա իր հերթին հանգեցրել է նրան, որ հարավային Կովկասը Ռուսաստանի Դաշնության համար որպես հարավային սահմանների պաշտպանությունը ապահովող կարևոր բաղադրիչներից մեկը կրկին դառնում է կարևոր ուղղություն։ Սա իր հերթին հանգեցրել է արդեն որոշակի այցերի, հանդիպումների, կադրային փոփոխությունների, այդ թվում նաև Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում։ Հենց դա է, որ անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին, եւ հենց այդ պատճառով էլ նա սկսել է հակահարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Երբ որ այստեղ Ալեն Սիմոնյանը ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է վարում, կամ երբ որ ռուս պաշտոնյաներին կես կատակ կես լուրջ ասում են, դե ով ասաց, որ Նիկոլ Փաշինյանը գալու է Մոսկվա եւ մասնակցի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումին, նա կարող է կոവിഡ്ով կրկին վարակվել։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա, բայց Գեորգիևյան ժապավենը չի հագնում, այն էլ մի իրավիճակում, երբ որ օրինակ Սի Ցզինպինը եւս այդ Գեորգիևյան ժապավենով է, երբ որ ադրբեջանական զորախումբը անցնում է Կարմիր հրապարակով, իսկ հայկական զորախումբը չի անցնում, դրա հետ մեկտեղ էլ Արծրուն Հովհաննիսյանին մայիսի 9-ին ուղարկում են հանրային հեռուստաընկերություն նացիզմը ռեաբիլիտացնելու, հերթական անգամ արձանագրենք։ Դուք նայում եք էկրանին, տեսնում եք Արծրուն Հովհաննիսյանին, բայց իմացեք, որ լսում եք Նիկոլ Փաշինյանին։ Այս ամեն ինչը պատահական չի արվում։ Նիկոլ Փաշինյանը իր բողոքն է հայտնում նրանով, որ Ռուսաստանը սկսել է մի փոքր ավելի շատ զբաղվել Հայաստանի Հանրապետությունով, մի փոքր ավելի ուշադիր են սկսել վերաբերվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին։ Այս սրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Նա ինքը իր համար ձևակերպել է մի իրավիճակ, որի շրջանակներում ինքը ամենամեծ վտանգը իր իշխանության համար տեսնում է Ռուսաստանից։ Դրա պատճառով էլ ինքը հակահարձակում է իրականացնում, բայց այստեղ կա մի շատ կարևոր նրբերանգ, որը ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը կամ չի գիտակցում, կամ չի ուզում գիտակցել, բայց իրականում այս իրողությունները հավասար են եւ դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի խնդիրն են։ Տեսեք, ներկայիս Ռուսաստանը ինքը ձևավորվել է, ձևակերպվել է մի քանի գաղափարի շուրջ, մի քանի երևույթի շուրջ։ Մենք չէինք ունենա այն Ռուսաստանը, որին սովոր ենք վերջին 25 տարիների ընթացքում, եթե ռուսները պարտվեին չեչենական պատերազմի ժամանակ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ քարոզիչը հանրային հեռուստաընկերության եթերում խոսում է այն մասին, որ Չեչնիայի ահաբեկիչները, այդ վայրագություններ կատարող ահաբեկիչները, իրենք իրենց ձգտումներով հավասար են Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարի շրջանակներում կատարած գործողությունները նույն կշեռքի նույն նժարի վրա է դնում, նա հասկանում է, թե չի հասկանում, բայց քայլ է կատարում ընդդեմ Ռուսաստանի պետական վերնախավի։ Ռուսաստանի Դաշնության նախագահի համար, Վլադիմիր Պուտինի համար մայիսի 9-ի հաղթանակը ոչ միայն կարևոր տարր է, որի շուրջ կառուցվել է ներկայիս Ռուսաստանի ռուսական քաղաքական ազգի քաղաքական ինքնությունը, այլ նաև շատ խորը անձնական պատմություն է։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տալիս հենց այս կետերի վրա հարվածել, այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամիներն են։ Նա հասկանում է դա, թե չի հասկանում, կրկին ասենք, սա իր անձնական խնդիրն է։ Իսկ այն դրսևորումները, որ Արծրուն Հովհաննիսյանը գալիս է ինչ-որ բաներ ասում հանրայինի եթերում, դա հենց դրա դրսևորումն է։ Նաև արձանագրենք հետևյալը, հարգելի հեռուստատողներ, Արծրուն Հովհաննիսյանը դեռևս ՊՆ-ի աշխատակից է, Վազգեն Սարգսյանի վարժարանում է դասավանդում, եթե ես չեմ սխալվում, դուք պատկերացնում եք, թե թուրքական այս կոդերով առաջնորդվող մարդիկ իրենք ինչ սպաներ, ինչ բանակային կազմ են դաստիարակելու եւ եւս մի կարևոր հանգամանք, ինչից եւ սկսեցինք նաեւ մեր զրույցը, երևի դրանով էլ ամփոփենք, հարգելի հեռուստատողներ, այդ երբ որ իշխանահանձնումը տեղի էր ունենում 2018 թվականին, ինչ էին ասում ամբիոնի մոտ բարձր գորգորացողները, Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու ենք։ 2025 թվականի ապրիլի կեսերին Եվրոպական դիվանագիտության ղեկավարը, նոր ղեկավարը Կայա Կալասը, էստոնացի մարդ, ում հայրենիքում եւս նացիզմի ռեաբիլիտացիա է տեղի ունենում, խոսում էր այն մասին, որ այն բոլոր երկրների առաջնորդները, որոնք կհայտնվեն Մոսկվայում մայիսի 9-ին, Եվրոմիությունը դրանք կարձագանքի, անպատասխան չի թողնի եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա փաստորեն Նիկոլ Փաշինյանի ինքնիշխանության մակարդակը սա է, ելնելով Կայա Կալասի հայտարարություններից Արծրուն Հովհաննիսյանին ուղարկել հանրային հեռուստաընկերություն եւ Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով ի հայտ բերել այնպիսի թեզեր, որոնք շոյում են Կայա Կալասի ականջները, սա է Նիկոլ Փաշինյանի ինքնիշխանությունը, ինքնիշխան
Հայաստանը։ Մտածեք այդ մասին։